ԱՄՆ-ում Էրի լճի սառույցի վրա 130 կմ երկարությամբ ճաք է առաջացել։ Իտալիայում կեսդարյա փոթորիկը 3 շաբաթվա ընթացքում 2 անգամ կրկնվել է։ Արգենտինայում ամռան կեսին անսպասելիորեն ձյուն է տեղացել։ Իսկ Գերմանիայում գեղատեսիլ լճի ջրերի տակ մակման լուր, բայց անկասելի դուրս է գալիս մակերես։ Իմացեք ավելին այս եւ անցյալ շաբաթվա ամենաաննորմալ կլիմայական իրադարձությունների մասին։ ԱՄՆ Անցյալ շաբաթ Հյուսիսային Ամերիկան ենթարկվեց հզոր կլիմայական ցնցման, բևեռային մրգի փլուզումը թույլ տվեց արկտիկական օդին առաջ շարժվել դեպի ԱՄՆ-ի հյուսիս-արևելք, առաջացնելով ծայրահեղ ցուրտ եւ անսովոր եղանակային պայմաններ։ Ցուրտը ծածկեց մի հսկայական տարածաշրջան, մեծ լճերից մինչև Ատլանտյան օվկիանոսի ափ, ազդելով Նյու Յորքի, Փենսիլվանիայի, Մասաչուսեթսի, Կոնեկտիկուտի եւ Ռոդ Այլենդի նահանգների վրա։ Մեծ լճերը գրեթե ամբողջությամբ սառցակալած էին, ինչը հազվադեպ երևույթ է նույնիսկ խիստ ձմեռներին, երբ սառույցը սովորաբար ծածկում է միայն մեկուսացված հատվածներ, Էրի լիճը հատկապես տպավորիչ էր։ Նրա սառցե ծածկույթը հասնում էր իր մակերեսի գրեթե 96%-ին, որը չէր նկատվել 1996 թվականից ի վեր, ուժեղ ցրտահարության եւ ուժեղ քամիների պայմաններում սառույցը տեղի տվեց ճնշման տակ, եւ փետրվարի 8-ին առաջացավ հսկայական ճաք, մոտավորապես 130 կմ երկարությամբ, որը ձգվում էր Կանադայի ափից մինչև ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաք եւ հստակ տեսանելի էր արբանյակային պատկերներում։ Սառնամանիքի գագաթնակետը տեղի ունեցավ փետրվարի 9-ից 10-ը։ Նյու Յորքում ջերմաստիճանը իջել է մինչև -26 աստիճան Ցելսիուս, ինչը վտանգավոր է դարձրել դրսում գտնվելը։ Ցրտահարությունը կարող է առաջանալ րոպեների ընթացքում։ Քաղաքը բացել է լրացուցիչ տաքացման կենտրոններ եւ ուժեղացրել է փողոցային բարեկային հսկողությունը։ Մայթերն ու ճանապարհները սառցակալել են, վտանգ ստեղծելով հետիոտների եւ վարորդների համար։ Հասարակական տրանսպորտը խափանվել է, չվերթները հետաձգվել եւ չեղարկվել են։ Կոմունալ ծառայությունների աշխատակիցները ինտենսիվ աշխատել են էլեկտրաէներգիան վերականգնելու եւ ցրտահարության ու սառույցի պատճառով առաջացած անջատումները վերացնելու համար։ Նյու Յորք նահանգում շարունակական ցուրտ եղանակի պայմաններում Լեչֆորդ այգում ձևավորվել է ռեկորդային սառցե հրաբուխ, ջուրը ճնշման տակ դուրս է նետվել շատրվանից եւ անմիջապես սառել, ձևավորելով սառցե կոն։ Փետրվարի 10-ին այն հասել է 9 մետր բարձրության։ Արգենտինա Փետրվարի 10-ին արգենտինական Պատագոնիայում ամռան կեսին ձյուն տեղաց։ Շաբաթներ տևած 30 աստիճան շոգից հետո Խաղաղ օվկիանոսից եկող սառը ճակատը, որը բևեռային օդ բերեց, ներխուժեց տարածաշրջան։ Հանկարծակի ցրտերը հանգեցրեցին բարձր լեռներում առատ ձյան տեղումների։ Թարմ ձյունը ծածկեց Սան Կարլոս դե Բարիլոչե քաղաքի մոտ գտնվող հայտնի Սերո Կեդրալ գագաթը, ինչպես նաև էլ Բոլսոն քաղաքի շրջակա լեռները։ 1600 մետրից ավելի բարձրության վրա ջերմաստիճանը իջավ մինչև -4 աստիճան Ցելսիուս։ Բացի լանդշաֆտը փոխելուց, վատ եղանակը վտանգավոր դարձրեց 40 համարի ազգային մայրուղին երթևեկելու համար։ Մինչդեռ ձյունն ու անձրևը ժամանակավորապես թեթևացում բերեցին նախկինում ուժեղ երաշտից եւ զանգվածային անտառային հրթիռներից տուժած տարածաշրջանին, սա եւս մեկ եղանակային անոմալիա էր, որն ընդգծում է մթնոլորտում ծայրահեղ անկայունությունն ու քաոսը։ Գեզանի արևադարձային ցիկլոն Փետրվարի 10-ին Գեզանի ուժեղ արևադարձային ցիկլոնը ափ հասավ Մադագասկարի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Տուամասինայի մոտ։ Ականատեսները նկարագրեցին հարվածը որպես ռեակտիվ շարժիչի անընդհատ մռնչոցի նման աղմուկ։ Մինչև ժամում 250 կմ արագությամբ քամիները պոկեցին տանիքները, տապալեցին ծառերը եւ էլեկտրահաղորդման գծերը։ Տուամասինայի որոշ թաղամասերում, տեղական իշխանությունների տվյալներով, ավերվել է շենքերի մինչև 75%-ը։ Երկրում հայտարարվեց արտակարգ դրություն։ Ավերածությունները աղետալի էին։ Վնասվել էին կապի գծերը, էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման համակարգերը։ Ճանապարհները փակվել էին ընկած ծառերի եւ բեկորների պատճառով։ Գրեթե 19,000 տներ ավերվել են ամբողջությամբ, իսկ եւս 37,000-ը մասամբ։ Կրթական ենթակառուցվածքները նույնպես լրջորեն վնասվել են։ Հարյուրավոր դասարաններ մնացել են առանց տանիքի։
Բացի փոթորկային քամիներից, ցիկլոնը բերեց նաև ուժեղ անձրևներ։ Ցածրադիր վայրերում ջուրը արագորեն ողողեց ավելի քան 14,000 տուն և դպրոց։ Ընդհանուր առմամբ, աղետը ազդեց երկրի գրեթե 270,000 բնակիչների վրա, որոնցից ավելի քան 16,000 ստիպված եղան լքել իրենց տները։ Որոշ մարդիկ տեղավորվեցին ժամանակավոր կացարաններում, իսկ մյուսները ապաստան գտան հարազատների մոտ։ Գեզանին խլեց 41 մարդու կյանք ամբողջ երկրում, իսկ հարյուրավորները վիրավորվեցին։ Շարունակելով իր շարժումը, ցիկլոնը հասավ Մոզամբիկի Ինհամբանե ափամերձ նահանգ։ Մինչև ժամում 215 կմ արագությամբ քամիները տապալեցին ծառե և էլեկտրահաղորդման գծերը, առանց էլեկտրաէներգիայի թողնելով ավելի քան 13,000 մարդու։ Ջրամատակարարումը նույնպես անջատվեց Ինհամբանի մի քանի շրջաններում։ Գեզանի ցիկլոնը Մոզամբիկում խլեց առնվազն 4 մարդու կյանք։ Կոլումբիա։ Փետրվարի 11-ին երկրի մայրաքաղաք Բոգոտայում ուժեղ տեղատարապ անձրև և կարկուտ տեղաց։ Քաղաքի հյուսիսային հատվածները հատկապես ծանր հարված ստացան, ընդամենը 1 ժամում մոտ 75 մմ տեղումներ, ինչը ամսական տեղումների գրեթե 70%-ն է։ Արդյունքում ջրհեղեղի ենթարկվեցին նկուղներն ու ստորգետնյա ավտոտնակները, իսկ առևտրային շենքերը վնասվեցին ջրի ներթափանցման պատճառով։ Փլուզվեց մեկ ուսումնական հաստատության տանիքը։ Վնասվեց մայրաքաղաքի ամենամեծ մարզական համալիրը՝ Էլ Կամպինը։ Մարզադաշտի խոտածածկը վնասից պաշտպանելու համար այն ստիպված եղան ծածկել պաշտպանիչ ծածկույթով։ Մայրուղիներում տրանսպորտային փլուզում է սկսվել։ Մեքենաները խրվել են ջրի ու սառցակույտերի մեջ։ Տարվա այս եղանակին նման տեղումները անոմալ են Բոգոտայի համար։ Հունվարն ու փետրվարը սովորաբար չոր ամիսներ են։ Հարկ է նշել, որ հունվարի վերջից տեղացող հորդառատ անձրևներից արդեն տուժել է ողջ Կոլումբիայի դեպարտամենտների կեսը։ Աղետը խլել է առնվազն 17 մարդու կյանք։ Ուժեղ ջրհեղեղներն ու սողանքները զգալի ավերածություններ են առաջացրել։ Վնասվել է ավելի քան 22,000 տուն, որոնցից 4,000-ը լիովին ավերվել է։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։ Փոթորիկ Նիլս։ Փետրվարի 12-ի գիշերը Նիլս փոթորիկը հարվածեց Ֆրանսիային։ Կորսիկա կղզում գրանցվել է ժամում 185 կմ քամու արագությամբ պորտկում, որը տարածաշրջանի համար ամենաբարձր արագությունն է 2009 թվականից ի վեր։ Ամենաշատը տուժել են Նոր Ակվիտանիա և Օքսիտանիա շրջանների բնակիչները։ Վերջին 17 տարիների ընթացքում այնտեղ նման մասշտաբի բնական աղետ չի եղել։ Ջրհեղեղները, սողանքները և ընկած ծառերը խաթարել են տրանսպորտային և մատակարարման համակարգերը, մինչև 900,000 օդատերեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի, ջրամատակարարումը խափանվել է մի քանի քաղաքներում։ Կորսիկայի հարավում փոթորիկը առաջացրել է մոտ 8 մետր բարձրությամբ ալիքներ։ Օդանավակայանում քամին պոկել է տերմինալի ճակատային մասից տանիքի 60 քառակուսի մետր հատված։ Որոշ տուժած շրջաններում 72 ժամվա ընթացքում տեղացել է մինչ 150 մմ տեղում։ Անձրևները տեղացել են արդեն իսկ թրջված հողի վրա, ինչի հետևանքով շատ գետեր, այդ թվում Գարոնան և նրա վտակները, դուրս են եկել ափերից։ Նոր Ակվիտանիա շրջանի Շարանտ դեպարտամենտում գետի մոտ գտնվող ծերանոցի 66 բնակիչներ տարանվել են։ Այնը մայրուղու մի հատված ժամանակավորապես փակվել է, երբ ուժեղ կողային քամիները շրջել են մի քանի բեռնատար։ Ալպերում կարճ ժամանակահատվածում մինչև 100 սանտիմետր ձյուն է տեղացել։ Տեղումները նստել են անկայուն ձյան ծածկույթի վրա և առաջացրել հզոր ձնահյուսեր։ Մի քանի լեռնադահուկային հանգստավայրեր փակվել են։ Հարկ է նշել, որ երկրի մի քանի դեպարտամենտներում առաջին անգամ կարմիր տագնապի մակարդակ է հայտարարվել միաժամանակ 3 պարամետրով՝ ձնահյուսերի վտանգի, քամու ուժեղ պորտկումների և ջրհեղեղների պատճառով։ Ֆրանսիայում փոթորիկը խլել է 2 մարդու կյանք։ Իսպանիայում Նիլսը դարձել է տարեսկզբից ի վեր 8-րդ փոթորիկը։ Տագնապի ամենաբարձր մակարդակը հայտարարվել է Գալիսիայի, Կանտաբրիայի և Բասկերի երկրի ինքնավար համայնքներում։
Կատալոնիան տուժել է 20 տարվա ընթացքում ամենաուժեղ քամիներից, որոնք խաթարել են տրանսպորտը, փակել բիզնեսներն ու հաստատությունները և հետաձգել բոլոր ոչ շտապ բժշկական այցելությունները։ Ալիկանտե քաղաքում չեղարկվել են կառնավալային միջոցառումները և շաբաթօրյա շուկաները։ Չեղարկվել են նաև Վալենսիայի ֆեդերացիայի ֆուտբոլային խաղերը։ Փոթորկի հետևանքով վիրավորվել է առնվազն 25 մարդ, որոնցից 5-ը հոսպիտալացվել են, 1-ը ծանր վնասվածքներով։ Իտալիա։ Փետրվարի 12-ին Իտալիային հարվածեց Հարի Բիս անունով փոթորիկը։ Ինչպես հունվարյան Հարի փոթորիկը, այն հարվածեց Սարդինիայի, Սիցիլիայի և Կալաբրիայի շրջաններին, բերելով ավերիչ քամիներ և ուժեղ փոթորկային ալիքներ։ Բաց ծովում գրանցվել են մինչև 9 մետր բարձրությամբ ալիքներ։ Սարդինա կղզում, Վիլասիմիուս քաղաքում քամին պոկել է դպրոցի շենքի տանիքը։ Բեկորները հարվածել են պատուհաններին, մեծապես վախեցնելով աշակերտներին։ Պորտո Տորես նավահանգստում ժամում 100 կիլոմետրից ավելի արագությամբ պոռթկացող քամին և ծովի ուժեղ ալեկոծությունը հանգեցրել են լաստանավի ետնամասի խարսխապարանի կտրվելուն, որից հետո այն պոկվել է խարիսխից։ Օդերևութաբանների կարծիքով, Հարի փոթորկի նման էքստրեմալ փոթորիկ տեղի է ունենում 50 տարին մեկ անգամ, սակայն նման ուժգնության նոր ցիկլոնը Իտալիային հարվածել է ընդամենը 21 օր անց։ Ինդոնեզիա։ Փետրվարի 12-ին ուժեղ քամիներն ու հորդառատ անձրևը հարվածեցին Ինդոնեզիայի Ցիբինոնգ քաղաքին։ Փոթորիկը տևեց ընդամենը մոտ 15 րոպե, բայց պատճառեց զգալի վնասներ։ Հատկապես վնասվեց Բոգոր շրջանի բնակիչների հպարտությունը հանդիսացող մարզական համալիրը։ Խուճապահար բնակիչները շտապեցին ապաստան գտնել մարզադաշտի տանիքից թռչող բեկորներից։ 1 մարդ վիրավորվեց։ Հանկարծակի փոթորիկը նաև պոկեց 70-ից ավելի տների տանիքները։ Քամու պոռթկումները տապալեցին ծառերը, շուկայի տաղավարները և շրջեցին մոտոցիկլետները։ Փոթորիկը լրջորեն սահմանափակեց տեսանելիությունը, ստիպելով մեքենաներին կանգ առնել, խուսափելու ճանապարհի վրա թռչող ծառերից և բեկորներից։ Սեյսմիկ և հրաբխային ակտիվություն։ Անցյալ շաբաթ մոլորակը կրկին ցնցվեց ուժեղ երկրաշարժերի շարքով։ Չնայած զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, ցնցումների անոմալ հաճախականությունը երկրաշարժի հակված շրջանների բնակիչներին անընդհատ լարվածության մեջ է գցել։ Փետրվարի 10-ին Ֆիջի կղզիների մոտակայքում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով խորը օջախային երկրաշարժ։ Օջախը գտնվել է ավելի քան 500 կիլոմետր խորության վրա, ուստի ցնցումները չեն զգացվել մակերեսին։ Փետրվարի 14-ին նույն տարածաշրջանում Վանուատուի ափերի մոտ տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ։ Պորտ Օլի հանգստավայրի բնակիչները ցնցումները բնութագրել են որպես շատ ուժեղ։ Ցնցումները տևել են մոտ 1 րոպե։ Սակայն վնասներ չեն եղել։ Փետրվարի 12-ին Չիլիի Կոկիմբո շրջանում գրանցվել է 6.1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն։ Էպիկենտրոնը գտնվել է Ֆրայ Խորխե ազգային պարկում։ Ցնցումները զգացվել են Ատակամա շրջանից մինչև Նուբլ, ինչպես նաև հարևան Արգենտինայում։ Հիմնական հետևանքները եղել են սողանքների և քարաթափումների տեսքով, որոնցից մի քանիսը զգալի են եղել։ Մի քանի համայնքներում բեկորները փակել են ներքին ճանապարհները։ Փետրվարի 10-ի գիշերը Ռուսաստանում, Կրասնոդարի երկրամասի հարավում, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այսպիսի ուժգնության սեյսմիկ իրադարձությունը չափազանց հազվադեպ է այս տարածաշրջանի համար։ Անապայի և Նովորոսիսկի բնակիչները արթնացել են ցնցումներից։ Տատանվող ջահերի, ցնցվող պատուհանների և ուժեղացող դղրդյունի տեսանյութերը արագ տարածվել են սոցիալական ցանցերում։ Այս երկրաշարժը զգացվել է նաև հարևան շրջաններում։ Լուրջ վնասներից հաջողվել է խուսափել, սակայն Անապայի որոշ շենքերում ճաքեր են առաջացել։ Հեռավոր արևելքի դաշնային շրջանում գրանցվել է ևս 2 սեյսմիկ իրադարձություն, որոնցից յուրաքանչյուրը 6 մագնիտուդով։
Փետրվարի 11-ին Օխոտսկի ծովում, Խաբարովսկի երկրամասի ափերի մոտ և փետրվարի 15-ին Կուրիլյան կղզիների հյուսիսում Մատոա կղզուց արևել։ Կամչատկայում նույնպես շարունակվում է բարձր սեյսմիկ ակտիվությունը։ Անցյալ տարվա հուլիսի 30-ից ի վեր, երբ տեղի ունեցավ 8.8 մագնիտուդով մեգաերկրաշարժ, գրանցվել է ավելի քան 35 ցնցում։ Գրեթե 7 ամիս անց այս իրադարձությունների մագնիտուդները մնում են չափազանց բարձր, երբեմն գերազանցելով 6 մագնիտուդը։ Կամչատկայի հրաբուխները նույնպես ակտիվ են։ Շիվելուչը փետրվարի 5-ից ի վեր պարբերաբար մոխիր է ժայթքում մինչև 11.6 կիլոմետր բարձրությամբ։ Եվ Գրաշենինիկով հրաբուխը, որն արթնացել է գրեթե 500 տարվա լռությունից հետո, շարունակում է անընդհատ լավաժայթքել 2025 թվականի օգոստոսի 2-ից ի վեր։ Վերջին տարիներին նկատվել է սեյսմիկ և հրաբխային ակտիվության նկատելի աճ։ Դրա պատճառները մենք քննարկել ենք նախորդ համարներում։ Ժայթքող հրաբուխները բազմաթիվ խնդիրներ են առաջացնում։ Դրանք խաթարում են օդային երթևեկությունը, ծածկում քաղաքները մոխրով, վատթարացնում օդի որակը և անմիջական սպառնալիք են ներկայացնում մարդկանց համար։ Այնուամենայնիվ, դրանց վարքագիծը ընդհանուր առմամբ կարելի է վերահսկել և կանխատեսել։ Շատ ավելի մտահոգիչ են այլ թաքնված հսկաները, որոնց գործունեությունը կարող է երկար ժամանակ չնկատվել, բայց մեկ հզոր ժայթքումը կարող է ոչնչացնել կյանքը հսկայական տարածքում։ Սրանք գերհրաբուխներն են։ Արևմտյան Գերմանիայում է գտնվում Եվրոպայի ամենավտանգավոր հրաբուխներից մեկը՝ Լահեր-Զեյ գերհրաբուխը։ Դրա վերջին ժայթքումը տեղի է ունեցել մոտավորապես 13,000 տարի առաջ և ունեցել է VEI 6 պայթյունավտանգության ինդեքս։ Այս ժայթքումը մի քանի օրվա ընթացքում արտանետել է մոտավորապես 6,5 խորանարդ կիլոմետր մագմա։ Այսօր այն թվում է լիովին հանգիստ, բայց չնայած դրան, վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս հրաբխի տակ շարունակական և աճող մագմատիկ ակտիվություն։ Գրանցվել է մագմատիկ CO2-ի արտանետումների աճ և երկրի մակերևույթի աստիճանական բարձրացում տարեկան մի քանի միլիմետր արագությամբ։ Ավելին, հետազոտությունների համաձայն 2013 թվականից սկսած Լահեր-Զեյ գերհրաբխի տակ սկսել են տեղի ունենալ էպիզոդիկ խորը, ցածր հաճախականության երկրաշարժեր, որոնք կապված են վերին մանտիայի և ստորին կեղևի մագմատիկ հեղուկների շարժման հետ։ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսը հետազոտողների մի խումբ անցկացրել է Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ սեյսմոլոգիական փորձը, օգտագործելով գրեթե 500 սեյսմիկ կայան և 64 կիլոմետր երկարությամբ օպտիկամանրաթելային մալուխ տվյալներ ստանալու համար։ Ուսումնասիրության տարածքը կենտրոնացած էր Լահեր-Զեյ հրաբխի շուրջ։ Սեյսմիկ կայանները տեղակայված էին մինչև 2 կիլոմետր հեռավորության վրա, ինչը հնարավորություն էր տալիս գրանցել նույնիսկ 1-ից ցածր մագնիտուդով երկրաշարժեր։ Փորձի ընթացքում գրանցվել է ավելի քան 1000 միկրոերկրաշարժ, որոնց մեծ մասը կենտրոնացած է եղել Օխտենտունգ նեղ ուղղահայաց սեյսմիկ գոտում, 10-ից 16 կիլոմետր խորության վրա։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել էպիզոդիկ 4-ից 11 երկրաշարժից բաղկացած փաթեթներով, որոնք տևել են մինչև 2 օր։ Տոմոգրաֆիայի միջոցով հաջողվել է հայտնաբերել մագմատիկ ռեզերվուար Լահեր-Զեյ հրաբխի տակ, վերին կեղևում։ Այն ներկայացված է գլանաձև անոմալիայով, որը հասնում է մոտ 10 կիլոմետր խորության։ Նախորդ հետազոտությունները բացահայտել են մագմայի և հեղուկների վերելքի ուղին թիկնոցից։ Գազերի երկրաքիմիական վերլուծությունը նույնպես ցույց է տալիս, որ Լահեր-Զեյ ռեզերվուարը սնուցվում է թիկնոցային աղբյուրներից։ 2023 թվականի սկզբից ի վեր Էյֆել հրաբխային շրջանում, որը ներառում է գերմանական գերհրաբուխը, նկատվել է միկրոսեյսմիկ ակտիվության կտրուկ աճ, և 2025 թվականի հոկտեմբերի 10-ին Լահեր-Զեյի արևմտյան լանջի տակ գրանցվել է 92 իրադարձություններից բաղկացած անսովոր երկրաշարժերի շարք։ 0.9 առավելագույն մագնիտուդով ցնցումը տեղի է ունեցել 7 կիլոմետր խորության վրա։ Չնայած երկրաշարժերը չափազանց թույլ էին, որպեսզի բնակիչները դրանք զգան, իրադարձությունը համարվում է բացառիկ։ Ըստ հրաբխի մոնիթորինգի, սա առաջին նման իրադարձությունն է իր 25 տարվա փորձի ընթացքում։
Այսպիսով, անցկացված հետազոտությունները եւ վերջին անոմալ սեյսմիկ իրադարձությունները ցույց են տալիս, որ Լահեր Զեյ գերարաբուխի տակ գտնվող մագմայի ջրամբարը մնում է ակտիվ եւ հավանաբար բարձր ճնշման տակ, մինչդեռ տարածքում միկրոերկրաշարժերը ցույց են տալիս մագմայի եւ հեղուկների շարունակական կուտակումը։ Պարզ ասած, նույնիսկ եթե դուք ապրում եք Լահեր Զեյ կալդերայի նման գեղեցիկ եւ հանգիստ վայրում, դա չի նշանակում, որ դրա խորքում ինչ-որ լուրջ եւ վտանգավոր բան չի հասունանում։